Սարի լրագրողներ մի ժամ ընթացքում պատրաստել պատասխան։ Առաջին հարցը Արմինոն հայրապետի։ Բարև ձեզ, պարոն Փաշինյան, անցած տարվա վերջից սկսվեց ադրբեջանական վառելիքի մատակարարումները Վրաստանի տարածքով եւ վրացական կողմը, եթե չեմ սխալվում, ինչ-որ խորհրդանշական գումար էր դրա համար դրել տարանցման համար, որը ամենևին ոչ խորհրդանշական դեր ուներ այստեղ գնագոյացման վրա եւ նաեւ ապահովում էր ադրբեջանական վառելիքի մրցակցային առավելությունները տեղական շուկայում։ Հիմա ամսի 3-ին 4-ին փետրվարի դուք Վրաստանում եք, ենթադրում եմ նաեւ այս հարցը քննարկել եք ձեր վրացի գործընկերոջ հետ։ Ինչպես է հետագայում լինելու տարանցումը, ինչ վճարումներ են դրա համար սահմանվելու, արդյոք կպահպանվի այդ պրեֆերենցիալ ռեժիմը։ Շնորհակալություն։ Գիտեք, անկեղծ ասած, հարցը քննարկվել է շատ կարճ, ես ընդհանրապես շնորհակալություն եմ հայտնել Վրաստանի վարչապետին այդ աջակցության համար, մնացածը արդեն կոմերցիոն դաշտում է, ես սովորություն չունեմ այդպիսի հարցերի անդրադառնալ։ Ես ոչ մի ազդակ չունեմ, որ չի շարունակվելու։ Ես տեղյակ եմ, որ նաև ընդհանուր առմամբ գներն են նվազել, որ շատ կարևոր է։ Հաջորդ հարցը Դիանա Շնորհակալություն, պարոն վարչապետ, խնդրում եմ մանրամասներ ներկայացնել խաղաղության պայմանագրի շուրջ տարվող աշխատանքների վերաբերյալ, նաև բանակցությունները հիմա ինչ փուլում են գտնվում, ինչ մակարդակի վրա են։ Տեսեք, տարբեր ժամկետներ են շրջանառում, այդ թվում նաև ադրբեջանական լրատվամիջոցներում, թե հնարավոր է խաղաղության պայմանագրի բուն ստորագրումը, վերջնական ստորագրումը տեղի ունենա ապրիլ-մայիս ամիսին։ Եվ Հայաստանում էլ անգամ ձեր ընդդիմախոսները, ընդդիմադիր ներկայացուցիչները նշում են, թե եթե այդպես լինի, ապա դա լինելու է իշխանության հերթական նախընտրական PR ակցիա։ Խնդրում եմ սրա հետ կապված մանրամասներ մի փոքր ներկայացնել։ Գիտեք ինչ, եթե դուք ինձ 2025 թվականի հուլիսի 20-ին հարցրեիք, երբ Ադրբեջանի հետ նախաստորագրվելու խաղաղության համաձայնագիրը, ես չէի ունենա այդ հարցի պատասխանը, որովհետև ամենօրյա աշխատանք է տեղի ունենում եւ ամենօրյա աշխատանքը չեմ կարող ասել ինչքան կտևի։ Այո, իհարկե հնարավոր չի, բայց էլի հիմա բանակցությունները, դե գիտեք, հիմա ես նախկինում էլ ասել եմ, առիթ ունեցել եմ ասելու, որ կարծես թե տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին, ինչը լավ է, որովհետև քաղաքական օրակարգերը նրա համար են, որ սպասարկեն տնտեսական օրակարգը եւ օգոստոսի 8-ի իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար եւ ուրախ եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ այսինքն առևտրաշրջանառություն է ձևավորվում, հույս ունենամ հնարավորինս շուտ նաև ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան։ Փաշինյան, շատ քննարկվեց Իրանի պատերազմի ֆոնին ձեր, այսպես ասած, բեռաշկի ուտելու հանգամանքը, բայց ես ուզում եմ տնտեսական մասով անդրադառնանք հարցին, արդյոք Իրանի հետ կապված մենք ունենք ապրանքային դիֆիցիտ, որովհետև նույն բեռաշկի համար, հաստատ ուտելու համար Իրանից նույն կաթնամթերքի հումք ենք մենք ներմուծում, կա այլընտրանքներ այս պահին, կառավարությունը տեսնում է այն ապրանքները, որը Իրանից բերվում է, այլընտրանքային երկրներից Հայաստան ներմուծում, սա առաջինը եւ երկրորդը կար, արդյոք դուք քննարկել եք ռուսական կողմի հետ, խոսել եք ավելի վաղ, երկաթուղու կոնսենսիոն կառավարում է այլ երկրին փոխանցելու հարցը, այս մասով որևէ քննարկում, որևէ պարզաբանում Ռուսաստանից կա, որովհետև մենք լսում ենք բավականին կոշտ հայտարարություն ռուսական կողմից։ Այո, քննարկումներ կան աշխատանքային մակարդակում Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ եւ մենք հարցի վերաբերյալ նաեւ որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք, որովհետեւ ելի եմ ասում, մեր ասածի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ
մենք պարզապես այս իրավիճակում Հայաստան իր մրցակցային առավելությունները կորցնում է եւ մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք եւ հույս ունեմ, որ մենք կարողանանք հասնել կոնկրետ լուծումների։ Ինչ վերաբերում է ձեր ասած հարցին, ընդհանրապես ավելի լայն համատեքստում ասեմ, հարգելի գործընկերներ, մենք իհարկե շատ ցավում ենք եւ շատ ցավալի է մեզ համար, ինչ որ տեղի ունենում Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ եւ ընդհանրապես տարածաշրջանում, բայց մենք պիտի արձանագրենք, որ ցավոք այս իրավիճակը նոր չէ։ Այսինքն նրանք, ովքեր ընդհանրապես միջազգային լրահոսին հետևում են, պիտի առնվազն մտավախություններ ունենային, որ այսպիսի իրադրություն կլինի։ Մենք, ես ասացի առիթ ունեցել ենք ասելու, որ այս իրավիճակի հետ կապված մենք աշխատանքային խումբ ունենք, որը աշխատում է։ Ոչ մեկ չհարցրեց այդ աշխատանքային խումբը երբ է ձևավորվել։ Անվտանգության խորհրդի համակարգում։ Այդ աշխատանքային խումբը հիմա ամսաթվով չեմ հիշի, բայց մի տարի ու կես առաջ է ձևավորվել։ Այսինքն մի տարի ու կես կարող է պարզվի հələ ավելի շուտ է ձևավորվել։ Եվ այդ աշխատանքային խումբը երբեմն ամենօրյա, երբեմն ամենժամյա, երբեմն ամեն ամսյա ռեժիմով աշխատում։ Պատկերացնում եք, ասենք մի տարի առաջ կամ գուցե տարի ու կես առաջ դա ստուգել է վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ես որ ասում եմ դրա համար եմ ես պերաշկի ուտում, ես հումոր չեմ անում, որովհետև այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկել այս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք, որովհետև Իրանի շուրջ ռազմական իրադարձություններ 6 ամիս առաջ են, չէ՞ եղել։ Եվ 6 ամիս առաջից հետո ակնհայտ չէր, որ այլևս չեն լինելու։ Այսինքն մեր ինստիտուտները մշտապես աշխատում են այդ խնդրի շուրջ եւ այդ խնդրի վերաբերյալ։ Եվ շատ լավ է, որ ոչ թե այդ օրը առավոտյան պետքա վարչապետը ափալ-թափալ որոշումներ կայացնի, այլ այն որոշումները, որոնք բխում են իրադրությունից, ինստիտուցիոնալ առումով մի տարի ու կես, ես հիմա ուղղակի վախենում եմ շփոթել ամսաթիվը, եղել է այդ աշխատանքային խումբը։ Սա ասում եմ նրա համար, որ տպավորություն չստեղծվի, թե Հայաստանի կառավարությունը անհոգ է, ոչ, երբ որ բոլոր մնացածն էին անհոգ, Հայաստանի կառավարությունը իր գործողությունները կազմակերպում էր եւ որոշումները կայացնում էր։ Ոչ, չենք ունենում։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, ձեր ներկուսակցական քարոզարշավը լուսաբանվում է, հա, ձեր կողմից եւ այնտեղ մի դրվագ տարածվեց, որտեղ դուք Արտաշատի քաղաքապետին ձեռքով հրում եք, բզում եք, որպեսզի լռեցնեք, չտա նախկին ոստիկանապետի անունը եւ չհայտնի, որ այս շենքը պատկանում է Արամ Հովհաննիսյանին։ Ինչու եք փորձում լռեցնել։ Սա արդյոք մենք ընկալենք որպես լռեցման փորձ Արամ Հովհաննիսյանի անունը չտալու համար։ Եվ արդյոք պետք է ենթադրենք, կարծենք, որ նախկինների թալանի մասին խոսող ձեր իշխանությունը փորձում է օրինակ ենթադրաբար Արամ Հովհաննիսյանի թալանը թաքցնել։ Եվ մեկ անձնական բնույթի հարցը, պարոն Փաշինյան, դուք մկրտված եք, եթե այո, ապա կարող եք ասել, որ եկեղեցում որքան անեց այս մկրտվել։ Շնորհակալություն։ Այո, ես մկրտված եմ, ես Սուրբ Սարգիս եկեղեցում եմ մկրտվել 2007 թվականի ենթադրում եմ հուլիսի 25-ի կողմերը Շուշանի ծնվելուց որ ժամանակ անց երեխաների հետ միասին եւ Տեր Կորյուն քահանան այնց մկրտել, որը կինոհայրենիքի մեր Բաքվում էր ապրում, ցավոք մահացավ մի քանի տարի անց։ Ինչ վերաբերվում է իմ այդ ռեակցիային, դա ռեակցիա է ուղղակի եւ Արամ Հովհաննիսյանը պաշտոնյա չի եւ պետքա նաեւ պաշտոնյաներին երբեմն թողել հանգիստ իրանք նախկին պաշտոնյաներին իրանք իրանք կյանքով ապրեն, առավել եւս որ այդ շենքը կառուցվել է 15 չգիտեմ 20 տարի առաջ, երբ որ Արամ Հովհաննիսյանը չգիտեմ որտեղ աշխատելիս եղել։ Գիտեք ինչ, ես դատախազության անելիքները չեմ որոշում ու կանխորոշում։ Դատախազություն ընդհանրապես բոլոր պետական մարմինները պարտավոր են իրենց անելիքը անել։ Հաջորդ հարցը օրագիրնից Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, դուք բազմիցս հայտարարել եք, որ մենք գնում ենք արևմուտք, նույնիսկ օրակարգում կա Եվրամիությանը միանալու հարցը,
Սակայն նախորդ շաբաթ դուք Լեհաստանում հայտարարեցիք, որ օրակարգում չունենք ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցը։ Խնդրում եմ բացատրեք, ինչպես ենք մենք միանալու Եվրամիությանը, եթե օրակարգում չունենք ռուսական ռազմաբազան հանելու հարցը, եւ արդյոք ձեզ հայտնի է ԵՄ անդամ որևէ պետություն, որի տարածքում ռուսական ռազմաբազա է տեղակայված։ Ախ, ես չճանաչեցի ձեր կողմից ինձ վերագրվող արտահայտությունից, ես իհարկե հիմա շատ արտահայտություններ եմ արել, բայց չոր չեմ հիշում, որ ես երբևէ ասած լինեմ, որ մենք գնում ենք արևմուտք։ Սովորաբար ես ասում եմ, որ մենք ոչ մի տեղ էլ չենք գնում, եթե հարգելիս դուք ընդհանրապես դուք մեջբերում եք ինձնից, հիմա դուք ասեք, որ դուք հիմա ինձնից եք մեջբերում, թե ձեր ընկալումն եք ներկայացնում։ Բառերը ընդհանրապես պատահական չի, որ ես անգիր եմ արել ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի նուրբ դարձվածքները, ճանաչել ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա թափանցի առակների եւ խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանությունների մեջ։ Հասկանում եք, բառերը տարբերություն ունեն։ Ես ասում եմ, ես չեմ ասել, որ մենք կամ եթե ասել եմ, ճշտեք, տեսնեմ որտեղ եմ ասել։ Մենք գնում ենք արևմուտք։ Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, այո, Հայաստանը ընդունել է Հայաստանի Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք, եւ նաեւ ես այդ հարցին ԵԱՏՄ-ի առնչությամբ եմ արտահայտվել։ Մենք բարեբախտաբար թե դժբախտաբար դեռևս այն ճանապարհի ընկետում չենք, որպեսզի ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Երբ որ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք, ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Իսկ ընդհանուր առմամբ առիթներ ունեցել եմ ասելու, որ մենք խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու Ռուսաստանի շահերին վնասելու։ Մենք ունեցել ենք խնդիր, ունենք եւ միշտ կունենանք առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերով։ Եվ հաջորդ հարցը Հայտնի է ԵՄ անդամ որևէ պետություն, որի տարածքում Գիտեք, ես Եվրամիության փորձագետ չեմ, դուք երևի ավելի շատ ժամանակ ունեք, արհեստական ինտելեկտին հարցրեք կպատասխանեմ։ հաջորդ հարցը Եվս մեկ